Հարցս վերաբերելու է տնտեսական աճին, 21-ից 26 թվականներին կառավարության ծրագրով տնտեսական աճը սահմանված էր միջինում 7%, բարենպաստ պայմաններում 9%։ Այսօրվա ծրագիրը ուսումնասիրելով կարելի է հանդիպել 6% թիվը, ինչը ավելի համեստ ցուցանիշ է եւ փաստացի սրանով արձանագրվում է, որ տնտեսական աճը Հայաստանում դանդաղելու է։ Միևնույն ժամանակ դուք հայտարարում եք, բազմիցս հայտարարել եք, որ խաղաղության պայմաններում Հայաստանը մեծ տնտեսական օգուտներ է ստանալու, որ թրիփը նոր հնարավորություններ է բերելու։ Հարցս հետևյալն է, այդ ոնց է ստացվում, որ 21 թվականին ունենալով Արցախ, ունենալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգ, ունենալով շատ ու շատ ավելի բարենպաստ պայմաններ ազգային թեմայով, այսպես ասած, մեր տնտեսական աճի կանխատեսումը ավելի մեծ էր, քան հիմա։ Հիմա տվյալ պահին հաշվի առնելով երկրում աղքատության ցուցանիշները, ոնց է այդպես լինում, որ փաստացի երկրի տնտեսական աճը դանդաղելու է։ Իմ կարծիքով այստեղ մի քիչ որոշակի շփոթ կա, նախ որովհետև մենք պետք է հասկանանք տնտեսական աճը ինչ է, որովհետև ամեն 7%-ը ոչ թե մենք վերադառնում ենք այն 0-ից ենք 7% աճ ապահովում, այլ արդեն իսկ 7%-ի վրա 7% ենք ապահովում, այսինքն ենթադրենք սա 0-ական կետն է, մենք եկանք 7% ապահովեցինք։ Մեր հաջորդ 7%-ը ոչ թե ստեղից է սկսում, այլ 7%-ից 7%։ Այն հաջորդ 7%-ը 14%-ի վրա 7%, հաջորդը 21%-ի վրա 7%։ Եվ մենք 2021 թվականին ստանձնելով միջինում 7% աճը, ըստ էության հիմա արդեն նաև առաջի կիսամյակի հնայի աճի ցուցանիշները եղան, մենք 7 մոտավորապես 7.6-7.7% տնտեսական աճ ենք ապահովել, այսինքն եւ 5 տարի անընդմեջ 5 անգամ 7%, այդտեղավ 35 եւ 35-ի վրա մենք պետքա 6, հետո 41-ի վրա 6, հետո 47-ի վրա 6 եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն դա չի նշանակում, որ դանդաղում է տնտեսական աճը, այլ նշանակում է, որ տնտեսությունը ավելի ու ավելի բարձր հենքի վրա է կանգնած եւ հետեւաբար իր վրա շատ ամբիցիոզ ցուցանիշ է, բայց ես նաեւ ուզում եմ հետեւյալը ասեմ, որ Հայաստանը նախորդող շրջանում 2018-ից 2000 կամ 2021-ից 2026 թվականը մեր տնտեսական միջին աճը աշխարհի միջինից էլ է բարձր եղել, ԵԱՏՄ միջինից էլ է բարձր եղել եւ ավելին ասեմ, որ մենք 7% ստանձնել ենք, բայց իրականում 7%-ից բարձր տնտեսական ցուցանիշներ ենք ապահովել։ Իմիջայլոց էլ ասեմ, որ այս թեմայի քննարկումներում ընդդիմության գործընկերները հաճախ ուզում են ասել, որ ասում են, որ այ արտաքին միջավայրի ինչ-որ պրոցեսներ, բա դրան նպաստել են, հա, ճիշտ է, նպաստել են, բա մենք հո աշխարհից կտրված չենք ապրում։ Այսօր էլ օրինակ Հայաստանում պրոցես կա, անշարժ գույքի շուկան ակտիվա ահավոր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի 15000 հատով անշարժ գույքի հետ կապված մենք գործարքներ ենք ունեցել, 15000 հատով ավել։ Հա պարզ է եւ լեգիտիմ փաստար կա, որ արտաքին միջավայրում տեղի ունեցող գործընթացներ նպաստում են, որ մարդիկ գան Հայաստանում օրինակ տուն առնեն։ Այո, կա, բայց Հայաստանում են չէ գալիս տուն առնում։ Կարան չգան Հայաստանում տուն առեն։ Արտաքին միջավայրում էլի են պրոցեսներ եղել։ Հո առաջին արտաքին միջավայրի պրոցեսները չեն, բայց ինչի չեն եկել Հայաստանում տուն առնելու։ Արձագանք բոլոր դեպքերում պետք է արձանագրենք, որ տնտեսական աճի տեմպը, այդտեղ շեշտը տեմպի վրա դանդաղում է, փաստացի 6% կանխատեսումով եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիներին պետական պարտքը 2.5 տրիլիոնով ավելացել է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ ծրագրով աղքատության ցուցանիշները
չեն հասել կառավարության կողմից նպատակադրված շեմին, այսինքն կրկնակի չի կրճատվել, ձեր խոսքերը ամենայն անկեղծությամբ համոզիչ չեն։ Շնորհակալություն։ Գիտեք, ելի եմ ասում, ձեր գնահատականը իմ կարծիքով օբյեկտիվ չի, որովհետև ելի ես ասացի 2018 թվականից 2025-ի արդյունքներով Հայաստանի հնան 53% աճ ունեցել։ Այսինքն պատկերացնում եք, այդ ահռելի աճի վրա 6% ահա որ ամբիցիոզ ցուցանիշ է։ Ինչ վերաբերում է աղքատությանը, մենք մի խնդրեմ ունենք աղքատության իրավիճակը հասկանալու հետ կապված, որովհետև վերջին տարիներին միջազգայինորեն աղքատության հաշվարկման ցուցանիշը փոփոխության է ենթարկվել եւ այսօրվա ցուցանիշները համադրելի չեն տարիների առաջվա ցուցանիշի հետ։ Բայց կա մի դեպք, որ այդ թվում միջազգային վերլուծությամբ մենք ըստ էության շատ մոտ ենք մեր մի կարևոր նախընտրական խոստում կատարելու, այն է ծայրահեղ աղքատությանը վերջ դնելուն, ինչ եւ մեծ է հավանականությունը, որ մենք այդ խնդիրը կատարել ենք, դա մենք կիմանանք այդ թվում միջազգային կազմակերպությունների կողմից թարմ հետազոտությունների արդյունքում աղքատության տվյալները մի քիչ ավելի ուշացումով են ուսումնասիրվում եւ հրապարակվում եւ ես հույս ունեմ, որ նոր հրապարակումները այս խոսքերը կհիմնավորեն, բայց որ մենք ընդհուպ մոտեցել ենք դրան, ես ոչ մի կասկած չունեմ։